Ողջույն։ Արդեն պարզ է, հունիսի 7-ի ընտրությունները մտնելու են Հայաստանի Հանրապետության պատմության մեջ որպես ամենակեղծվածը, ավելին քան 1996-ի ընտրակեղծիքներն էին։ Երեք հրապարակվեցին վստահ եմ Փաշինյանի սրտի իբր վերջնական արդյունքները։ Երեք ուժ է մտնում խորհրդարան, ՔՊ-ն, ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները։ Երեք տեղի ունեցածը խայտառակության եզրափակիչը չէր, այլ ընդամենը հերթականն էր։ Տեսել ենք նախկինում դեպքեր, երբ որևէ տեղամասում քվեների մի մասը դրվում է իշխող ուժի ձայների վրա, բայց ԲՀԿ-ի պարագայում այդպես արեցին բոլոր 2005 տեղամասերում։ Այդ բոլոր 2000 տեղամասերի ձայները ՔՊ-ն ոնց ուզեց գրեց իր վրա։ ՔՊ-ն ըստ այդ որոշման ստանալու է մանդատների 3/5-ը, չնայած որ իրենը չեն։ Կենտրոնական տրական հանձնաժողովը, որի նախագահը Փաշինյանի ընտանեկան թերթի նախկին աշխատողն էր, մինչև նշանակվելն էր իր կուսակիցը, որոշեց, որ 3 տեղամասերի ընտրողների ձայները այդքան էլ կարևոր չեն։ Կարելի է եւ չվերաքվյարկել։ Այսինքն կոնկրետ այդ ընտրատեղամասերի քվյարկած մարդկանց որոշեց ու զրկեց ընտրելու իրավունքից։ Դες մի անգամը չենք հաշվում, մյուս անգամը եկեք տեսնենք կորոշենք։ Այս սկզբունքով են։ Դառնում է դու ելնում գնում ես քո ընտրությունը կատարում, հետո իշխող Նիկոլը զանգում կամ SMS է գրում իր բազմամյա աշխատակցին, ասում է, չէ, սրտովս չի արդյունքը, բեր դրանց ջնջի ու թազա քվյարկեցում բան, այդ սաղ թարգել տուր, բա որ ուրիշ սյուրպրիզ լինի, չորով ջնջեցին ու վերջ։ Հիշում եք չէ ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, նայենք էկրանին։ Դեռնես կկտրեմ Հայաստանի քաղաքացու մի քվեաթերթիկի չեմ կպտի։ Ձեռքերս կկտրեմ, բայց քվեաթերթիկ չեմ կեղծի։ Այդ մարդը ԲՀԿ-ի 58,000 քվեաթերթիկները հեչ արեց, համարել տվեց փոշի ու փաստացի դրեց ՔՊ-ի վրա։ Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում բոլոր անկախ ինստիտուտների հերն անիծեց, ՔՊ-ականներին նշանակելով։ Հերթը կենտրոնական տրական հանձնաժողովին էր, վաղը սահմանադրական դատարանինն է։ Սա ընտրություն էր, որը կեղծվել է բոլոր փուլերում, նախապատրաստականից սկսած։ Դեռ նոր էր հայտնի ընտրության օրը արդեն Նիկոլը քարոզարշավ էր անում մարզերում, ընտրակաշառքներ էր բաժանում։ Քարոզարշավի ժամանակ անխնա օգտագործել է վարչական ողջ ռեսուրսը։ Պետական բոլոր կառույցները, հատկապես կրթականը, դպրոց, մանկապարտեզ, վեճը չէր, ինչ ուզեց արեց։ Ընդդիմադիր հայացքներովին աշխատանքից ազատում էին, քրեական գործեր էին հարուցում, շտաբների վրա գրոհում էին, բերման ենթարկում, էլի քրեական գործեր, կալանքների որոշումներ, շտաբերի աշխատանքների պարալիզացում, հավասար պայմաններ, ինչ եք խոսում։ Այս մարդիկ դաղալության ամենից գրոտեսկայինը ցույց տվեցին։ Ընտրությունների օրը եւս այլանդակ բռնաճնշումներ էին ընդդիմադիրների նկատմամբ։ Ընտրողների ազատ կամ արտահայտության խոչընդոտում, ուղղորդումներ, մանիպուլյացիաներ, ընթացիկ ու ողջ պետապարատը դրված էր շահագործման ՔՊ-ի համար։ Կարծես իրենց հոր դուքանները լինեին։ Ինչ ուզեցին արել տվեցին։ Ինչ պետք էր ստիպեցին։ Էլ հակակոռուպցիոնը վրա ինչ որ եսիմում ձայնագրություններն էր հրապարակում։ Հաղորդագրության մեջ պարտադիր նշելով կաշառք բառը ու անպայման մի հակառակորդ քաղաքական ուժի անվանումը նշելով։ Կարող էր ազդել սովորական քաղաքացու որոշման վրա։ Իհարկե, կասեք։ Ինչ նպատակով էր դա արվում։ Կարծում եմ կասկած չկա, որովհետև վիճակները վիճակ չէր։ Էլ են նախքին նախշունը չեն, ամբողջը ձախողած ուժ, երկիր հանձնած, զոհեր տված, խոստումները չկատարածները մնացել էին պետական մարմինների ահաբեկման ու մանիպուլյացիայի հույսին։ Բռնության, պետական միջոցների հաշվին կաշառելու հույսին, բայց անգամ դա չօգնեց, չձգեցին այնքան, որ հերիք էր։ Այդ դրա համար էլ քվեարկությունից հետո դեռ արդյունքների հաշվարկը չամփոփած տեսանք, թե ինչպես Նիկոլ իրեն հռչակեց վարչապետ, որից հետո ձայների հաշվարկի գործընթացը ընթացավ խափանումներով, իսկ վերջում հրապարակվեց Նիկոլի սրտի ուզած թիվը։ Նորից ասեմ, այս բոլոր ընտրակեղծիքները չօգնեցին հաղթանակ տանել, անգամ քվեների գողությունը։ Լևոն Քոչարյանն ասում է, որ ընդամենը 200 տեղամասի նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս ստորագրությունների թվից ավելի մոտ 25,000 ձայն։
Իսկ մենք ունենք 2000 տեղամաս։ Պատկերացնում եք ինչ ահռելի թվի մասին կարող է խոսք լինել։ Այսինքն կարող եմ չէ մտածել, որ եթե 200 տեղամասի վրա 25000 ավել ձայն են գրել, ուրեմն նույն տրամաբանությամբ 2000 տեղամասի դեպքում դա կարող է լինել 250000 կեղծված ձայն։ Դե հիմա տեսեք ոնց են ուզում այս ամենը լղոզել։ Կարդացի հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է ինչ-որ օրենքներ ընդունել, որով կարգելվեն ընտրական հանցագործությունների մասնակից քաղաքական ուժերին մասնակցել ընտրություններին։ Ալենն էլ հայտնում է, թե ընտրակաշարք տալու եւ վերցնելու պատիժը կխստացվի։ Սրանք կարդալից տպավորություն է ստանում, թե ԿՊ-ն օրենք է ընդունելու ինքը իր դեմ, բայց նպատակը ակնհայտ է։ Այդ բոլոր խարդախություն արածները անվանենք նրանց գող։ Ասում են շուտ արեք է բռնեք գողին։ Կաշառքի անուն են չէ տալիս, անդրադառնամ ահռելի ընտրակաշառքին, տրված իրենց իսկ կողմից։ Ընտրությունից մեկ շաբաթ առաջ մայիսի 27-ին կառավարությունը որոշում է կայացնում, որ 50,000 դրամ վճարելով վարդական իրավունքի զրկվածները կարող են վերականգնվել։ Տարբեր երկրներում Սաուդյան Արաբիա, Էմիրատներ, Հարավային Կորեա, Չինաստան, Հունգարիա եւ այլն հարբած վարելու համար հասնում է ազատազրկում, վարորդական իրավունքից ցմահ զրկում, մեքենայի առգրավում եւ այլն։ Նիկոլ ընտրության օրվանից 10 օր առաջ ելնում հայտարարում է կվերականգնեմ, ինձ ընտրեք։ Էս ինչա, կաշառք չի։ Իսկ ինքնիրավչություն, լիազորությունների չարաշահում կամ այլ բան։ Երևի մի 5 քրեական գործի թեմա էր մենակ այս դրվագը։ Անցնեմ առաջ։ Ընտրություններից 6 օր առաջ հունիսի 1-ին Նիկոլի կառավարությունը շրջանառության մեջ դրեց նախագիծ, որ 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները յուրաքանչյուր երեխայի հաշվով կստանան 4 միլիոն դրամ հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու համար։ Չէ, շատ լավ է, բայց սա դու չէիր անելու, եթե ընտրություն չլիներ։ Ինչու եմ վստահ, որովհետեւ բյուջեով նախատեսված չէ, քո ծրագրի մաս չէ եւ այլն։ Ուրեմն ուղիղ ընտրակաշառք է։ Կարող ենք այսպես մեկնաբանել հարգելի հակակոռուպցիոն։ Սիրելի դատախազություն, բա մեկը իբր իր գործընկերոջ հետ հեռախոսով ամբաղ-զամբաղ խոսում է, ինչ որ անուններ է տալիս մարդկանցում, կյանքում չի էլ տեսեր, չեր էլ կարող տեսնել։ Ինչ որ 10,000 դրամներ է խոսում, միանգամից թե բա Տաշիր Սամոյի կաշառքներն են կիսում։ Այ իմ սիրելի իրավապահներ, դրանք եսիմով են։ Սա գործող, ավելին արձակուրդում գտնվող վարչապետ է։ Խոսում է այ հանցանք կատարածներ։ Բերեք ձեզ ներեմ 50,000 կմուծեք, ջրեմ գնա։ Դա է խոսում։ Իրավունքը չունի տենց որոշում կայացնելու, բայց ասում է վարչապետի ախրանայով, ավտոներով ու առհասարակ իր դեմքով ուղիղ եթերների տակ վրայից էլ հեն իրա փոքր սուվենիրներն է բաժանում։ Բոլորը երջանիկ են, սիրելի իրավապահներ, զապիսները կան, մաքուր, չմոնտաժված, տեսա զապիսներ են, թե չէ թե ինչ իրար կպցրած եսի մինչեր էիք մեզ լսացնել տալիս Սաղքարոզ արշավի ժամանակ։ Քվեարկությունից 4 օր առաջ հունիսի 3-ին շրջանառեցի նախագիծ, թե ինչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցած ինքնական կառույցներ օրինականացնել։ Էդ ինչ էր, էդ ում հաշվին էր, ինչ ծրագրով, ում որոշմամբ, երբվա որոշմամբ։ Ընտրություններից առաջ հայտարարեցին քաղաքապետարանի ենթակայության տակ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին։ Ինչ ասում է։ Բա տարվա սկզբից անեիր գոնե։ Մնացիք, 6 ամիս անց անեիք։ Ուր է դրա կետը ձեր ծրագրում։ Թե չէ ուղիղ կաշառք է, սա պետբյուջեի հաշվին։ Ազդեցություն ընտրողի կամ արտահայտման վրա։ Հունիսի 4-ին ընտրություններից 3 օր առաջ կառավարությունը հայտարարեց, որ Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից։ Բա մի րոպե, այդ մարդիկ ձեր մեղքով արդեն 3 տարի ստեղ են, նոր հիշեցիք, վախտին անեիք, ծրագրով անեիք, իմանայինք։ Եթե ընտրության օրվանից 3 օր շուտ ես անում, ուրեմն կաշառք է, կամ խոստում ես տալիս, որ իրավունքը չունես։ Ձեր իսկ ընդունած օրենքով կաշառք է եւ լուրջ ազդեցություն ընտրողի կամ արտահայտման վրա։ Հունիսի 4-ին ընտրություններից 3 օր առաջ կառավարությունը հայտարարեց ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ, ծաղիկ արտահանողներին փոխհատուցում տրամադրել։ Լուրջ։
Իբր շտապելը որն էր։ Սպասեիք ընտրությունը անցներ, կփոխհատուցեիք։ Մեկա դեռ մի ամիս էլ ամեն դեպքում իշխելու էիք։ Նայեք մի օրվա մեջ ժողովուրդ քանի ընտրակաշառքի որոշում է եղել։ Այս որոշումների մի մասը Նիկոլը հենց կարդում էր բնակիչների հետ հանդիպումներում, քարոզարշավի ժամանակ, բյուջետային տարվա երկրորդ եռասպասյակում թոշակի բարձրացումը սիրելի իրավապահներ, ընտրակաշառքից բացի ինչ կարելի է համարել։ Փաշինյանը գնում էր քարոզարշավի ու թոշակառուներին հարցնում. գոհեք, դժգոհեք, որ բարձրացրել եմ եւ այլն։ Եթե այդ հակակոռուպցիոն կոմիտեն իր առաջարկը վաղուց աներ, ԿՊ-ն վստահաբար ընտրություններին մասնակցելու իրավունք չէր ունենա։ Այս ամենը անելու համար այդ մարդը ունեցել է 8 տարի ժամանակ, բայց չի արել, բերել հասցրել է ընտրություններից օրեր առաջ ու սկսել է կաշառել ժողովրդին։ Քարոզարշավի մեկնարկից օրեր առաջ մայիսի 2-ին մամուլը գրեց, որ Թալինի ԿՊ-ական համայնքապետ Տավրոս Սափյանը 30-ից 100,000 դրամ օգնություն է բաժանել։ Փոխանցել է տարբեր քաղաքացիների հոսանքի ջրի գումարը, դեղի փող է տվել։ Դա արել է այն ժամանակ, երբ բարեգործության արգելքը սկսել էր գործել։ Խաբարեք ինչ եղավ այդ թեմայով։ Ոչինչ։ Փողերը բաժանել էին, քվեն ստացել եւ ուրախ զեկուցել շեֆին, սաղ լավա, մեզ են ձայն տալու։ Կա ինչ որ ձայնագրություն, բա գաղտնա լսեք, տենանք թալինցիները ինչեր են իրար մեջ խոսել, բա ինչու տենց մի ձայնագրություն էլ այդ թեմայով չկա։ Զինծառայության ժամկետի կրճատումը կես տարով, ըստ ձեզ, վատ ընտրակաշառք էր։ Կարող եք ասել, ընտրությանը մասնակից որևէ քաղաքական ուժ զինվորի ծնողին ինչ ավելի մեծ կաշառք կարող է տալ, եթե ոչ տղայի ծառայության ժամկետը կես տարով կրճատել է։ Ընդ որում, նախապես որոշել էին անել 2026 թվականի հուլիսին, բայց տեղափոխում են ընտրություններից առաջ։ Էսա ինչ է։ Անհուսալի վարկ ունեցող 220,000 անձանց ասացին կարող եք մարել վարկը եկամտահարկի վերադարձով։ Ինչ եք կարծում, ընտրակաշառք չէր։ Ընտրություններից առաջ կայացած որոշում հլը տեսեք։ Տաքսիստների 1 միլիարդ 342 միլիոն դրամի պարտքը ներելու մասին է։ Էս ինչ է, ընտրակաշառք չէ։ Այդ պարտքը կուտակվել էր մինչև 19 թիվը, 6 տարի ուներ չեղարկելու, բայց թողեց վերջին օրը։ Եթե հակակոռուպցիոնը ուզում է ընտրակաշառքի ծավալ որոշել, այս ամենը թող դիտարկի հասկանանք, Նիկոլի կառավարությունը մեր միջոցներից որքան է բաժանել ընտրողին։ 1 միլիարդ դոլար, 2 միլիարդ դոլար, թե գուցե ավելի շատ։ Այդ ժամանակ հասկանանք մենք էլ։ Գուցե առաջին հենց ԿՊ-ին պետք է հանել ընտրական պրոցեսներից ու արգելել առհասարակ զբաղվել քաղաքականությամբ։ Թող առաջինը սա հետաքննեն, այո, արգելեն ընտրակաշառք բաժանողների մասնակցությունը ընտրություններին։ Թե չէ դրել եք ինչ-որ մարդկանց խոսակցություններ եք տարածում, պարտադիր, որ մեջ ընդդիմադիրի անուն լինի, ու հա, ցանկալի է ինչ-որ բան էլ Ռուսաստանի հետ կապված, որ Փաշինյանի սաղ ֆանտազիաները այդ մանիպուլացվող ժողովրդի մոտ ամբողջանան։ Կարճ ասած, Հայաստանում այս իրավիճակը աննախադեպ է։ Կեղծիքների նման մեծ բազա տարբեր ուղղություններով երբեք չի եղել, ու աշխարհի հետազոտողների համար էլ է սա ուսումնասիրման առարկա, թե ինչպես կարելի է ընտրություններ կազմակերպել անցկացնել ընտրախախտումների ողջ սպեկտրը վերցնելով։ Ես չգիտեմ, կա մի ընտրախախտում, որ չի արվել։ Սա հենց հիբրիդային պատերազմն է հայ ժողովրդի դեմ։ Ուշագրավը վերջն էր, որ այսքանից հետո այդ ուժը 50% չհավաքեց։ Լավ, իսկ հետաքրքիր է, եթե այս ընտրակեղծիքների ամբողջ սպեկտրը չանեին, քանի տոկոս ձայն կտանեին, եթե բոլոր ուժերի նման ընտրություններին մասնակցեին հավասար հնարավորություններով, խորհրդարան ԿՊ-ն կմտներ։ Չգիտեմ, թե որքան կդիմանա Նիկոլի իշխանությունը, բայց այն միանշանակ է, որ ոչ լեգիտիմ է։ Կարծում եմ այս ընտրությունները անվավեր պետք է ճանաչվեն որպես երբևէ եղած ամենաայլանդակ ընտրությունները։ Նոր ընտրություններ լինեն, արգելելով ԿՊ-ին մասնակցել ու առնվազն իշխել այդ ընտրությունների կազմակերպման ժամանակ։